4 ամսում կիսամյակային պլանի 70.5%-ն ապահովել է։ Պեկն ամփոփել է հունվար-ապրիլի հարկային եւ մաքսային եկամուտների տվյալները։ Բյուջեը մուտք եղել 948.7 միլիարդ դրամ, ինչը 14.5%-ով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից եւ 21.5%-ով 2023-ի հունվար-ապրիլից։ Հունվար-մարտի համեմատ աճի տեմպն արագացել է։ Ապրիլ ամիսը կարևորագույն ամիսն է հարկերի հավաքագրման առումով եւ շահութարկերի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետն է։ Այսինքն այստեղ կարող ենք ասել, որ մենք հավաքագրում ենք նախորդ տարվա ցուցանիշներով արձանագրված գումարները, ինչը բավականին մեծ գումար է կազմել, միայն շահութարկի թիվը այս տարի կազմել է 243.3 միլիարդ դրամ եւ ամբողջ հավաքագրված գումարների մեջ կազմում է 29.4%։ Համեմատության համար կարող եմ ասել, որ նախորդ տարի եղել է 24.9%։ Միայն ապրիլին 2024-ի նույն ամսվա համեմատ վճարված հարկերն աճել են 16%-ով։ Մասնագետները դրական են գնահատում ցուցանիշը։ Մասնավորության որոշակի աճի հանգամանք կա, այսինքն կարելի է խոսել նաև որոշակի չափով չգրանցվող կամ ստերային տնտեսության կրճատման մասին, վարչարության, նաև արդյունավետության բարձրացման մասին։ Եվ ըստ էության հարկային եկամուտներից այնուհետև ացանցվում են ամենատարբեր գործառույթներ իրականացում պետության, հետևաբար դա առանցքային ցուցիչ է, բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուշադրությունը սևեռենք ոչ միայն այս քանակական ցուցանիշի վրա, որը կարևոր է, այլ նաև ընդհանուր որակական այլ ցուցանիշների վրա։ Առաջատար հարկ վճարող առաջին երկու ճյուղերը մանրամեծածախ առևտուրն ու մշակող արդյունաբերությունն են, հաջորդում են ֆինանսական եւ ապահովագրական, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրականության ու գազի, նաեւ շինարարության ոլորտները։ Առևտուրը ըստ էության դարձել է շարժիչ ուժը կամ առանցքային գործոններից մեկը։ Մյուս կողմից էլ այստեղ շինարարությունը կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ, բայց շինարարությունում ուրեմն եկամուտների գեներացման կամ հարկման բազայի ընդլայնման պոտենցիալը դեռ ամբողջությամբ չի օգտագործվել, ըստ էության այստեղ հետաձգված հարկման որոշակի հանգամանքներ կա։ ՊԵԿ-ը բարելավել է իր վերլուծական գործիքները, նաև արհեստական բանականություն են կիրառում ռիսկերի հայտնաբերման համար։ Խստացվել է արդյոք վարչարարությունը։ Իհարկե, ՊԵԿ-ը իրականացնում է իր ընթացիկ գործողությունները, այնուհանդերձ նաև վարչարական գործիքներն է կիրառում, բայց համեմատության համար կարող եմ ասել, որ մոտ 60%-ով ավելի քիչ վարչարություն են իրականացրել համեմատած նախորդ տարվա նույն հունվար-ապրիլ հաշվետու ժամանակաշրջանի հետ։ Ընթացիկ տարում նախատեսված է հավաքագրել ավելի քան 2.7 տրիլիոն դրամ հարկ եւ տուրք։ Առաջին կիսամյակի համար պլանավորված է 1 տրիլիոն 346.6 միլիարդ դրամ։ 4 ամսում այն կատարվել է 70.5%-ով։ Տրամաբանական է, որ կիսամյակային ցուցանիշին հասնելու համար հենց պետք է հիմք ընդունենք ապրիլ ամսվա մուտքերը։ Իհարկե ապրիլ ամիսը այո կատարել ենք մեր արժեվ դրված խնդիրը, բայց դա չի նշանակում, որ անելիքներ չկան։ Անելիքները բավականին շատ են։ Կարծում եմ, եթե իհարկե այլ գործոնների հայտ չգան, այլ ցնցումներ չլինեն, կարծում եմ, որ կիսամյակը նույնպես կարող ենք կատարել։ Այն թիրախը, որը դրվել է հարկային եկամուտներ հնարավորակցություն, բավականին հավակնոտ թիրախ է եւ մի կողմից շատ կարեւոր է դրա կատարումը, մյուս կողմից նաև պետք է փորձել պոտենցիալ այսպես թերակատարման պարագայում պետք է փորձել հասկանալ որքանով է դա իրատեսական, արդյոք դա իրատեսական է եւ բխում էր այն իրողություններից, որոնք որ կան։ ՊԵԿ-ը 4 ամսում տնտեսվարողներին 101 միլիարդ դրամից ավելի գումար է վերադարձրել ավելացված արժեքի արկի գծով։ Նիկոլայ Ավետիսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։